Բարեցես։ Տաղավար եւ այսպես 3 Գյումրին ըստ էության մերժեց այս իշխանությանը, տեսանք ինչ տեղի ունեցավ Գյումրիում, քանի որ դուք գյումրեցի եք այնտեղ եք եղել ականատեսի աչքով նաեւ կներկայացնեք ինչ զարգացումներ էին, եթե կարելի է ընդհանրապես երկու կարճ տեսանյութ, որպեսզի մեր լսարանը եւս մեկ անգամ տեսնի։ Այստեղ երևում է, թե ինչպես են գյումրեցիները ուղղակի վտարում ԿՊԱ-ականներին քաղաքից եւ այս տեսանյութը եւս շատ կարճ, սա էլ արդեն սրբազաններին։ Այդ պատկերը ինձ հիշեցրեց իմ մանկության ամենասիրելի ֆիլմերից մեկը «Կդորմը երկինք», որը նկարահանված էր Գյումրիում, որը պատմում էր 5 գյումրեցիների կենցաղը եւ հիշում եք այդ ֆիլմի մեջ էլ կար մի կադր, երբ որ Գյումրիում առաջի անառակ անոց բացողին, այսպես ֆայտոնի հետևից ուղղակի քաղաքից հանեցին իրեն վդարեցին, քարերով ծեծելով, նարեւ իր հետ անառակ կանանց։ Այսինքն Գյումրին ցույց տվեց իր հերթական թասիբը եւ Գյումրին հերթական անգամ ցույց տվեց այն մեսիջը, որ ինքը այլևս ցանկություն չունի հանդուրժելու բոլոր այն անբարո մարդկանց, ովքեր այս ընթացքում խաբել էին, ովքեր այս ընթացքում կորզել էին մարդկանց քվեներ եւ արդյունքում երկիրը բերել հասցրել են այնպիսի մի իրավիճակի, որ ոչ ոք արդեն իր վաղվա ապագա օրը չի կարողանում տեսնել եւ պլանավորել։ Այ Գյումրիում տեղի ունեցածը հենց դրա մասին էր։ Ինքը ոչ թե պաշտպանում էին մարդիկ եկեղեցին, իհարկե առավել եւս 7 վերք եկեղեցին Գյումրու համար ինքը շատ կարեւոր արժեք ունեցող տաճար է, այլ գյումրեցիները ուղղակի իրենց վերաբերմունքը եւ ադելությունը հայտնեցին Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին։ Սա կարծում եմ շատ կարևոր մեսիջ է բոլորի համար եւ սա նաեւ օրվա կառավարիչներն էլ շատ լավ հասկացան, որ ցանկացած պահին ընդամենը մի փոքր շեղվելու դեպքում իրենք նմանատիպ նզովքի կարժանանան եւ նմանատիպ այսպես հալածանքներով իրենց ուղղակի կհանեն ու կվդարեն մեր սուրբ հայրենիքից։ Տեսեք, կյանքի սկզբանե, եթե նախապատմությունը ես մի փոքր ներկայացնեմ, իմ ունեցած տեղեկություններով ընդամենը իրենք շատ մեծամիտ ձևով մտածելով, որ բացարձակապես Գյումրիում իրենք խնդիր չունենան, իմ տեղեկություններով կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կանչել էր ինչ-որ մարդկանց եւ իրեն դրանց էր հանձնարարել, որ կգնաք Գյումրիում պատարակ կկազմակերպեք եւ ի սկզբանե որոշել էին Անի թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղ տեղի քահանաներից մեկը ինքը այսպես քաղաքական հրճվանք ուներ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ինձ թվում է արդեն Երևանից հետո ինքն էլ չունի այդ հրճվանքը եւ իրենք փորձեցին այնտեղ շատ սիրուն սահուն ձևով կազմակերպել այդ հերթական անաստվածության եւ ոչ կանոնակարգային պատարակը, բայց բնականաբար տեղի ավակ քահանան ի պատիվ իրեն իմ շատ սիրելի ինգեշտեր Վարուժանը ինքը ուղղակի թույլ չտվեց եւ սա վարայքի չեղավ նաեւ մյուս քահանաների եւ թեմակալի տեղապահի համար
Եվ այս ամեն ինչը չէր ստացվի, իշքան էլ մեր քահանաները շատ պինդ կագնեն եւ եթե չլիներ նաեւ հասարակության, չլիներ հավատավոր ժողովրդի եւ հայ մարդկանց հստակ աջակցությունը։ Ես ձեզ ավելի ասեմ, եկեղեցին գտնվեց իր բարձրության վրա, եթե եկեղեցին նույնիսկ մի փոքր ավելին թույլ տար, մի փոքր ավելի այսպես ծայրահեղ փորձեր հայտարարություններ աներ կամ երեք շատ ավելի վատ տեսարան կունենար օրվա իշխանությունը։ Եկեղեցին ինչպես միշտ մնաց իր բարձրության վրա եւ ինչպես միշտ մնաց իր հրճակած սկզբունքների վրա, այսինքն ինքը ադելության որևէ մասնիկ թույլ չտվեց։ Եվ պատկերացրեք, եթե այս ամեն ինչի հետ համեմված լիներ մի փոքր էլ ադելություն, ես վստահ եմ, որ երեք իրենք Գյումրիի չէին կարողանա ճողոպրել։ Եվ արդյունքում, այո, իրենք եկան եւ մի կերպ ինչ որ ցես կազմակերպեցին։ Մի կերպ։ Տեսեք, մտնեք եկեղեցի նույնիսկ մոմավաճառ չկար։ Մոմավաճառը դուրը փակե գնացել էր, որբիսի որևէ մեկը այնտեղ այդ մոմից չկարողանար օգտվել։ Նույն տեսեք իրենք այդ կան, նայեք քաղաքական առումով երեք հերթական անգամ նախ Նիկոլ Փաշինյանը ինչ ցույց տվեց։ Ցույց տվեց, որ ինքը քաղաքական քոչվոր է։ Տարածք հայրենիք չունեցող ինչ որ մեկը, որովհետեւ միայն քոչվորը կծկտի ուրիշի ստեղծածին տիրանալ եւ միայն քոչվորը կփորձի ներխուժել։ Այս մարդը ուղղակի ինքը դեռևս այդ սելջուկ թուրքական քոչվորական ցեղերի հոգեբանության կրողն է։ Մենք ասում ենք թուրք, բայց ինքը լիարժեք թուրք չի տարել, ինքը դեռևս այն սաղմում գտնվող սելջուկ թուրքերի հոգեբանության մեջ մտած մարդ է։ Երկրորդը կարևոր հանգամանքը ինքը հերթական անգամ ցույց տվեց, որ չունի որևէ սրբություն, որովհետև եթե եկեղեցու դուռը քո համար փակ է, դու իրավունք չունես դա ինչ որ ձևով քաշելով, պոկելով կամ չգիտեմ, բացես որ մտնես, ինչ անես։ Եթե այնտեղ մի քահանա չկա, որը քեզ ուղղակի, չգիտեմ, օրհնի, այդ դու մտնես այդտեղ ինչ անես։ Զորականը շատ հետաքրքիր բան ասաց ըստեյության արենդով պրակատ քահանաներ Ես չգիտեմ դրանք պալատական քահանաներ են, արենդայով քահանաներ են, թե չգիտեմ ինչ որ այն աուկցիոնով ձեռք բերված իրեն, ես չեմ կարող ասել։ Համենայն դեպս տեսեք, երբ որ այդ քահանաներին ինչպես այդ հայտնի ֆիլմը, կդորում է երեքինք ֆիլմը ինչպես էին անառակությամբ զբաղվողներին քարով ծեծելով Գյումրիից վռնդեցին, երեք նույն ձևի վռնդեցին այդ այսպես կոչված չսրբազաններին։ Այ գերինը մտնելու բան էր, ես էլ Նիկոլ Փաշինյանը գիտեմ, որ ինքը չունի արժեքային համակարգ, չունի ինքնասիրություն, ինքը մենք շատ ենք տեսել ինչպես է ստորացվում, բայց իմ համար շատ տարօրինակ էր, որ նույն ենթադրենք Կջոյանը ինքը այդ ամեն ինչը կարողացավ տանել։ Եթե մարդը որոշել է Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ գնալով իրեն ասում է Bentley Samo, el offshore Samo, այսօր դիքի Այստեղ կա նորից Այստեղ այսինքն կա նորից այդ արժեքային համակարգի խնդիրը եւ ես վերջերս նորից առիթ ունեցել եմ խոսալու այս ընթացքում կաթողիկոսը ինչքան որ այսպես չգիտեմ ավելորդ իր կար հավաքված եկեղեցուն, որը ինքը գուցե ափսոսում էր տաներ թափեր, ինքը իրը տվեց Փաշինյանին, որովհետեւ Փաշինյանը տանի թափի։ Խոսքը այս պատկերում, հա, Իհարկե, խոսքը այն 10 ես չեմ կարող ասել սրբազան, որովհետև ես որ սրբազան եմ ասում, իմ աչքի առաջ այլ եպիսկոպոսներ են գալիս։ Ես սրբազան ասելով հասկանում եմ Միքայել սրբազանով ցավոք հիմա առողջական լուրջ խնդիրներ ունի եւ Աստված իրեն թող օգնական լինի։ Ես հասկանում եմ Մգրտիչ սրբազանին, Արշակ սրբազանին եւ էլի շատ սրբազանների, բայց այ օրվա կառավարիչի հետ այսպես բանսարգությունների մեջ գտնվող որևէ մեկին չի կարելի սրբազան համարել։ Հիմա Միքայել Սրբազանի մասով առողջական վիճակը իապես ծանր է եւ պարոն Դանելյանն ասաց անհապաղ վիրահատության կարիք կա։ Խնդրեմ այս մասով մենք սարսափելի տվյալներ ունենք քրեակատարողականներ միայն այս տարվա ընթացքում 23 մահ է գրանցվել։ Խնդրեմ։ Գիտեք, շատ ցավալի թեմայի դուք անդրադարձաք։ Իրականում Միքայել Սրբազանը շատ վաղուց ուներ այդ առողջական խնդիրները։ Դեռևս իր ձերբակալման օրն է ես բարձրաձայնել եւ մեծ հույս էի հայտնել, նաեւ Աստված էի կանչել, որ ինքը բանդում կկարողանա դիմանալ, որովհետեւ իսկապես իր առողջական
վիճակը արդեն երկար տարիներ շատ լուրջ խնդիրներ կան, ինքը անընդհատ կարիք ուներ հետևողական Համենայն դեպս ես գոնե իմ մասով բարձրաձայնել եմ մշտապես եւ հիմի շատ ցավում եմ, ես իսկապես շատ ցավում եմ, որ ինքը կանգնել է նման խնդրի առաջ եւ տա Աստված, որպեսզի ինքը շատ արագ կարողանա ապակինվի եւ տա Աստված հնարավորինս շուտ նաեւ հայտնվի ազատության մեջ, թե ինքը, թե մյուս սրբազանները եւ առասարակ բոլոր այն հայ մարդիկ, ովքեր իրենց քաղաքական, այսպես հայացքների համար կամ դա նույնիսկ արդեն քաղաքական է չէ, ազգային արժեքները պահպանելու համար, հայ լինելը բարձրաձայնելու համար այսօր հայտնվել են փանդերում, որովհետև վաղուց սա քաղաքականություն չէ։ Տեսեք, արդեն մի քանի օր շարունակ հայտարարեցին իրենք, որ Գյումրի է գնալու։ Շատ հետաքրքիր է, քանի որ դուք նաև գյումրեցի եք եւ ակտիվ գործիչ եք, ինչ կատարվեց։ Սկզբում ասեցին, որ գտնեն քահանա, հետո ասեցին, այդ քահանան խոսեց, այո, ասեց, ես շարունակում եմ համախոհ լինել, բայց չեմ զեղչելու։ Հետո ինքը հրաժարվեց, հետո այլ քահանայի անուն տվեցին, հետո պարզվեց սրբազաններն են գալիս։ Դրանց առաջ Միքայել Սրբազանն ասեց, որ Եթե մենք իրականում փորձենք գնահատենք Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանը, մերժելով հանդերձ, այսպես քարով ծեծելով դուրս շպրտեց նրանց բոլորին մեր քաղաքից։ Ինչ է իրականում, ինչ է տեղի ունենում Գյումրիում, ինչ է տեղի ունենում հոգևոր տիրույթում եւ քաղաքացիների մոտ, ինչ տեղի ունեցավ եւ ինչ զարգացումներ։ Գյումրիում ինչպես մենք արդեն դավաճանությունը իրենց ընտրած քաղաքապետի նկատմամբ սա անցալում էր դավաճանությունը հրարակելական եկեղեցու, սա անցալում էր դավաճանությունը ուրեմն տեսեք, ամեն ինչ միասին։ այ երեք երբ որ մենք քաղաքացիների կոչերին այսպես հետևում ենք, դիտարկում ենք, մենք ինչ ենք տեսնում։ Մեկը կոռում էր Արցախը Հայաստանը տարանով ցանկություն հայտնելով եւ շտական անգամ շեշտել Արցախի կարեւորությունը մեր համար եւ միևնույն ժամանակ նաեւ շեշտելով, որ ինքը համաձայն չի Նիկոլի այն ծրագրի հետ, որով Արցախը պետք էր հանձնվել։ Մյուսը ուղղակի հայտարարում էր առանց Նիկոլ Հայաստան եւ առհասարակ շեշտելով Նիկոլ Փաշինյանի Հայաստանից հեռանալու կարևոր խնդիրը։ Մյուսը հնարավորինս բարձր գոռում էր, որ մեր վեհապարը Գարեգին երկրորդն է։ Այսինքն այստեղ հասարակության մեջ կուտակված բոլոր խնդիրները բերեցին հասցրեցին նրան, որ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում երևի ամենամեծ մերժվածությունը զգաց եւ դա զգաց 3 Գյումրիում։ Այսինքն սա ընդհանուր հասարակության մեջ կուտակված ադելության դրսևորումն էր։ Սա միայն հավատքի կռիվ չէր։ Սա առհասարակ հասարակության մոտ ձևավորված, գեներացված ադելությունն էր, որը իդեպ ոչ թե քաղաքական ուժերն էին գեներացրել, այլ գեներացրել էր անձամբ ինքը Նիկոլ Փաշինյանը իր հայրենադավ եւ անաստված գործունեությամբ։ Այսօր ինչ է տիրում Գյումրիում։ Ճիշտն ասած, ես այ հիմա ձեր հետ խոսում եմ, ինձ տարօրինակ զանգեր էր գալիս, ենթադրում եմ, որ եկեղեցու շուրջ ինչ-որ բաներ էր նորից կատարվում, բոլոր դեպքերում գուցե փորձեն ինչ-որ ձևով վրեժ լուծել, բայց չեմ կարծում, որ դա կունենա արդեն իրենց համար դրական ազդեցություն, որովհետև մենք հասել ենք այնպիսի մի փուլի, որ անևը արդեն սկսել է գլորվել ներքև։ Եվ այդ գլորվելու արդյունքում ինքը միայն Փաշինյանին եւ իր խմբակին է ոտաստակ տալու։ Այսինքն ինքը արդեն այդ իրավիճակին է եկել հասել։ Եվ ես այ քիչ առաջ էի ասում, եթե եկեղեցին չլիներ այդքան հանդուրժող, պատկերացրեք 3 կարող էր պատկերը լրիվ այլ լիներ, որովհետեւ հասարակությունը ինքը ահավոր ձևով գեներացված էր եւ ահավոր ձևով ինքը տրամադրված էր օրվա կառավարիչների դեմ։ Հիմա այստեղ նաև կա մի շատ կարևոր բան, որ մենք յուրաքանչյուրս պետք է հաշվի առնենք, տեսեք Գյումրիում բոլորը մեկը մյուսի հետ փոխկապակցված էին այս առումով։ Այսինքն քահանան երբ որ ինքը մերժեց, ինքը գիտեր, որ իր թիկունքին կանգնած կան մարդիկ, ովքեր իր կողքին են։ Երբ հասարակությունը ընդվզեց, ինքը գիտեր, որ իր կողքին կան քահանաներ կանգնած, որոնք իրենց մենակ չեն թողնելու։ Այսինքն հասարակության տարբեր շերտեր երեք
ագամայից առանց որևէ ավելորդ, այսպես ասած, ամբիցիաների, իրենք բոլորը միավորվել են եւ յուրաքանչյուրը վերջի շաբաթվա ընթացքում արեց իր գործը։ Սկսած սովորական քաղաքացուց, վերջացած քահանայից եւ թեմի փոխարինող սրբազանից, այսինքն բոլորը այստեղ ամեն մեկը գիտեր իր գործը ինչ պետք է արվի եւ այս սրա մասին էր որ տարիներ շարունակ անընդհատ խոսում ենք որ Հայաստանում իշխանափոխությունը պետք է արվի ոչ թե ով է գալու իշխանության եւ գալուց հետո ինչպես է բաժանվելու ենթադրենք ազդեցության ոլորտները, այլ Հայաստանում պետք է ուղղակի անել իշխանափոխություն եւ դրանից հետո նոր որոշել թե ով ինչ կարող է անել արդեն նոր ձևավորվող երկրում։ Տեսեք, նախ տեղի քպրականներից շատերը առանձնապես չէին երևում, այստեղ միանշանակ, եթե այ օրինակ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է մոտ 150,000 բնակչություն ունեցող, եթե ՔՊ-ն այնտեղ ունենա նորմալ ձևավորված թիմ, ես չեմ կարծում, որ կարիք կլիներ ենթադրենք Դիլիջանից ինչ-որ մեկին բերել այնտեղ ներկայացնել, որ սա կամերաների առաջ երևա կամ Երևանից ինչ-որ մեկին բերել։ Այդ տեղի թիմը կհանեին ու այդ տեղի թիմը կփորձեր իր հեղինակությամբ, իր ազդեցությամբ այդ ամեն ինչը կարգավորել։ Ավելին, եթե իրենք թիմ ունենային, իրենք չէին հանձնարարի ԱԱՑ-ին կամ մյուսներին։ Այստեղ երեք Նիկոլը նաև մեկ իր բոլոր մեղքերին համեմատ ինքը նաև մի վատ բան արեց, ինքը հերթական պետական գաղտնիքի բացահայտում արեց։ Այ ցանկացած, այսպես ասեմ, բոլոր լրտեսները այսօր դեմքերով ծառայում են, ճանաչում են Հայաստանի բոլոր հակահետախուզներին։ Երեք բաց դեմքերով ինքը ինչքան ԱԱՑ-ի աշխատող կար, ինքը ինչքան օպերատիվ աշխատող կար, ինքը բոլորին հանել լծել էր Գյումրու հրապարակը, որպեսզի կարողանար, չգիտեմ, մի հատ ֆեյք ծեսի մասնակցել։ Չի կարելի պետությունը ինքը շատ մեծ հասկացողություն է, այդ մարդը ով հավակնում է պետություն ղեկավարել, ով ի պաշտոն է պետության ղեկավարը հանդիսանում, ինքը իրավունք չուներ այդքան մարդկանց տներ բացահայտել։ Այստեղ այդ խնդիրը կար, չգիտեմ, վաղը մյուս օր ցանկացած այն Գյումրիում հայտնի շպիոն Օնիգի անեկդոտը կա, երեք բոլոր այս հակաշպիոնները շպիոնների առաջ երևացին, չի կարելի։ Իրականում այստեղ այս մարդը մինչև այսօր ինքը չհասկացավ պետության տերը որն էր։ Ինչպես եւ ինքը չհասկացավ օրինակ հայ առաքելական եկեղեցու տերը որն է։ Ինքը նույնիսկ չի հասկացել, որ հայ առաքելական եկեղեցին դա հայոց եկեղեցի է, ոչ թե Հայաստանի Հանրապետության եկեղեցի է։ Այ երբ որ ինքը այսօր ելել է ասում է օրհներ կա, լավ, ենթադրենք Հայաստանի Հանրապետության տարածքում օրհներ կմտցրեցին։ Դա նախադեպ է դառնում, որ հայ առաքելական եկեղեցու ենթադրենք Ֆրանսիայի կառուցումը սկսեն Ֆրանսիայի հիմնը երկել, հա։ Վերջը հայ առաքելական եկեղեցին ինքը չի գործում միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, ինքը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բազմաթիվ երկրներում, որտեղ կա հայ համայնք, այսինքն այդ մարդը չի պատկերացել, կամ մի քիչ առաջ ինքը ինչ-որ կանոնակարգիր էր դրել հրապարակի իր պատկերացումները, թե ինչպես պետք է վերափոխվի եկեղեցին, անկեղծ ասած սովորական, ամենաստանդարտ ՑՊ-ի կանոնագիրքը շատ ավելի լուրջ էր, քան իր այդ տված հայտարարությունը, որը ամբողջական պոպուլիզմեր ու հերթական պարտվողականության այսպես քարոզն էր։ Ես վստահ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը երեք գոնե հասկացավ, որ ինքը այս ընթացքում գլխով միայն պատին է խփել։ Ինչպես նորից ձեր ետերում առիթ ունեցել էինք ասելու, որ այ եկեղեցու դեմ պայքարը դառնալու է նրա գերեզմանը, ինքը երեք դա հասկացավ, որտեղ այս ընթացքում ինքը միայն գլխով էր խփել պատին, ինքը որևէ հաջողության չէր ասել։ Հիմա եթե այդ մի քանի ծեպոնները կամ սրբազանները այդ հարվածից ընկել էին իր կրբանը, դա չի նշանակում, որ ինքը կարողացել էր այդ պատի վրա ճակ առաջացնել կամ կարողացել էր այդ պատը վնասել, ոչ։ Շատ լավ։ Այդտեղում Արշակ Սրբազանի նկարն է, հիմա հին բարի ճակերտավոր ասած մեթոդներով է աշխատում։ Գազ կոմպրոմատներ կդնեմ քո դիմաց, քեզ կճնշեմ, սպառնալիքներ չես համաձայնի, քեզ կձերբակալեմ եւ ասեն, որ դու, չգիտեմ, ինչ-որ թմրատեղ ես ուզեցել դրել սրա գրպանը կամ սա ես արել, այս մեթոդը։ Իսկ ով հավատաց դրան։ Շատերը հիշեցին Վանոս Իրադեղյանին, հիշում եք 90-ականներին ինչ էր անում։ Սա մեքենայի։ Ես փոքր եմ եղել այդքան շատ, չէ, բայց որոշ բաներ գիտեմ, հայ։ Շատ տարածված մեթոդ էր Վանոս Իրադեղյանի 90-ականներին, երբ որ ներքին գործերի նախարար
Տեսեք, Նիկոլը այսօր եթե իր ձերքի 10 մադերն է մոմ դարձնի ու այդ մոմերը վառի, որևէ մեկը դա չի տեսնելու այլևս, որովհետև որևէ մեկը իրեն էլ չի հավատալու։ Եվ այսօր ինքը իշքան է որևէ մեկին փորձի վարկաբեկել, դա առանձնապես հակառակ էֆեկտն է ունենալու։ Հետևաբար Արշակ Սրբազանին ձերբակալելը չի կարող ինչ-որ բան փոխել, որովհետև այնպես չի, որ Արշակ Սրբազանը բանդում հայտնվելով այլևս դիվանապետը չի կամ այլևս հայ առաքելական եկեղեցու Պարսասիջան հոգևորական չի։ Նույնիսկ վաղը մյուս օր եթե վեհապարին է ձերբակալեն, միևնույն է վեհապարը որտեղ եղավ, դա էլ կդառնա վեհարան։ Եվ արդյունքում այնտեղ մտնել ինչ-որ բան փոխել, կարծում եմ անհնար է։ Հետևաբար այստեղ նորից մենք անդրադառնանք այն ընդանուր համատեքստին, որ այո, հասարակությունը այսօր պատրաստ է Նիկոլ Փաշինյանին մերժել, բայց հասարակությունը կանի դա միայն մեկ դեպքում, երբ որ ինքը հասկանա, որ այդտեղ ոչ թե առևտուր է գնում, այլ այդտեղ իսկապես երկիրը փրկելու խնդիր է տրված։ Այսօր Գյումրիի օրինակով, այդ տեսեք յուրաքանչյուր քաղաքականության մեջ բարձր հավակնություն ունեցողները այսօր իրենք ընդամենը պետք է մի հատ այս վերջին մեկ շաբաթվա այդ իրադարձությունները դիտարկեն եւ հասկանան ինչպես սկսեն խոսել ժողովրդի հետ։ Որովհետև ժողովուրդը իսկապես արդեն չափազանց հոգնած է եւ ժողովուրդը իսկապես ակնկալում է ռեալ փոփոխություններ։ Տեսեք, ասում եք հիմա ինչեր է պատրաստ Նիկոլը, քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձեր նախկին թիմակից կամ գուցե հիմա Միրան Հակոբյանին դաժան ծեծի են ենթարկել Դալմամոլի մոտ, հիմա իրեն տեղափոխել են հիվանդանոց, ծանր վիճակում է դիմակավորված անձիկ, սա շատ կոնկրետ, ասենք, տեսեք ինչ մեթոդներ։ Տեսեք, նախ առողջություն ցանկանանք Միրան Հակոբյանին։ Այո, առողջություն ցանկանանք, իսկապես շատ դադարեցելի է, որովհետև ճիշտ է, մենք տեղյակ չենք իրականում ինչ է եղել, բայց օրինակ Միրանին ճանաչելով ես ենթադրում եմ, որ ինքը չէր կարող անձնական ինչ-որ այդպես մեծ խնդիրներ ունենար։ Հետևաբար այսօր Հայաստանում, այո, Հայաստանը դառել է այն երկիրը, որտեղ արդեն ամեն ինչ կարելի է սպասել։ Տեսեք, նույն բանով, եթե մենք նայենք պլիզմայով նայենք, առհասարակ հանցագործությունների աճ, եւ սա ինչով է պայմանավորված։ Առաջի հերթին նրանով, որ այսօր բոլոր ուժային կառույցները զբաղված են կերգեսային այսպես գործողությունները սպասարկելով։ Այսինքն ուժային այն օպերը, որը պետք է նստի, ենթադրենք իր տարածքը գնահատի եւ հասկանա այդ տարածքում ինչ վտանգներ կարող են ծագել եւ ինչպես ինքը կարող է այդ վտանգների դիմաց առնել, այդ մարդը օրինակ զբաղված է քահանա համոզելով կամ ընդդիմադիր բռնելով։ Եվ հետևաբար, այո, հետևաբար, այսինքն ինչ է, նույն մի ամբողջ ԱԱՑ-ը այսօր ինչով է զբաղված, բացի գաղտնա լսումներից այսօր ԱԱՑ-ն ինչով է զբաղված։ ԱԱՑ-ի մեջից բոլոր տեսակի ֆունկցիաները նույնիսկ դուրս բերեցին, ենթադրենք ԱԱՑ-ի քննչական մարմինը դուրս բերեցին, որ այնտեղ բոլորը միայն գաղտնա լսումներով զբաղվեն։ Եվ արդյունքում դա տալու է չէ այս հետևանքներ, այսինքն բերելու է չէ իրավիճակին, երբ որ երկրում շունը տիրոջը չի ճանաչելու։ Այսինքն ինքը նաև երազում է դրան, որովհետև իր համար դա ավելի հեշտ կառավարելի կլինի։ Ինքը այդ ժամանակ, իհարկե, ինքը այդ ժամանակ ընդամենը կվճարի այդ մի քանի հազար կարմիր բերետավոր առանց այսպես սկզբունքների մարդկանց ու այդ բերետավորների միջոցով երկիր կղեկավարի, այսինքն իր երազանքը հենց սա է։ Իսկ այ ինչ վերաբերվում է Միրան Հակոբյանին, իսկապես շատ անհանգստացա իր կյանքի առողջության համար եւ դա Աստված ամեն ինչ նորմալ կլինի։ 2000, ես եթե չեմ սխալվում, 21 թվականի ընտրությունների նախաշեմին, այո։ Այսօր նման բան չէ լինի, այսինքն այս ամեն ինչը ինչ է, հովանավորություն ունի, չէ։ Սա բերում է արդեն հասցնում է մի իրավիճակի, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է իրացնի արդեն ի ծնունդե իրեն տրված բնական իրավունքը, ինքնապաշտպանության իրավունքը, ես չգիտեմ։ Միակ բանը, ես որ կարող եմ մտածել, արդեն այն է, որ յուրաքանչյուրս գտնենք այն տարբերակները, որով մեզ կկարողանանք ինքնապաշտպանել, որովհետև չկա պետություն, կա ընդամենը ինչ-որ մի կառույց, որը նորից կրկնվենք, զբաղված է մի կապիտուլյանտի սպասարկելով։ Ներ նախագահություն խոսում էինք, ասացինք, որ
նրա մասին, որ ինքը գնալու է մայրտաճարի վրա, դուք ասացիք մի քիչ կասկած ունեմ, ինչու եւ ինչ ուղղությամբ կգնա եւ երբ կգնա այդ ուղղությամբ, հիմա էլ հատկապես հայտարարեց ռեֆորմերի մի ծրագիր ա գրել, Տեսեք, այդ ռեֆորմների ծրագրից խոսեցինք, դա, չգիտեմ, հերթական իր հայտարարությունն էր։ Իսկ մայրտաճարի վրա ինքը չի համարձակվի գնալ, նախ առաջերտին, որովհետև չունի համապատասխան ռեսուրս։ Ինքը մենք տեսանք չունի նույնիսկ Գյումրիի պես քաղաքում ինքը չուներ մի 200-300 հոկանոց ինչ-որ մի հատ թիմ, որ ինքը դրսից մարդ չբերեր եւ գյումրեցիների հետ գնար այդ ծեսին մասնակցեր։ Չուներ, փաստ է, օդից չենք խոսում, չկա։ Որովհետեւ ով իրան հարգող որ մարդը այսօր կգնա Նիկոլ Փաշինյանի հետևից։ Ինքը մենք նաև տեսանք Միքայել Սրբազանի ձերբակալության ժամանակ, որ փորձեց այն ամենավերջի ձևով գրոհել վեհարանը, բայց ուժայինները ուղղակի ճնշող մեծամասնությունը առաջ չգնաց, չշարժվեց, չեն ենթարկվեց հրամանի։ Ոնց է ինքը գնալու։ Մենակով է գնալու։ Ինքը մենակով ես վստահ եմ իր սեփական տան մեջ հյուրասենյակից ու կարան չգնա։ Որովհետև դաժան մարդիկ սովորաբար նաև չափազանց վախկոտ են լինում։ Ու ինքը այսօր շատ դաժանություններ ու ինքը գիտի, ինքը շատ լավ հասկանում է ինքը ինչ է արել։ Ինքը ուղղակի տարբերակ չունի այլևս այդ ամեն ինչից դուրս գալու եւ շարունակում է այլ ավելի շատ նենգություններ անել։ Այստեղ է որ մենք ենք խնդիր ունենք ու արդեն երկար ժամանակ ունենք, որ մենք պիտի հնարավորինս շուտ իրենք կանգնեցնենք, օր առաջ պետք է կանգնեցնենք։ Առհասարակ կոչս հետևյալն է, մշտապես եղեք ձեր տարածքի քահանայի կողքին։ Զորակցեք քահանային եւ ինքներդ զորացեք հենց այդ քահանայով։ Եվ ամենակարևորը դուք հիշեք, մենք գտնվում ենք այսօր մի իրավիճակում, երբ որ իրականում ոչ թե քաղաքականություն է սա, այլ կռիվ է, հայ-թուրքի կռիվ է։ Սա ազգային ազատագրական պայքար է։ Եվ այս պայքարում ցավոք սերտի մենք դեռևս չունենք ձևավորված հստակ կանոնավոր բանակներ։ Մենք ունենք ձևավորած խմբեր, այ պետք է բոլոր այդ խմբերով մենք հնարավորինս կարողանանք միավորվել եւ ամենակարևորը ընտրենք այնպիսի մեզ առաջնորդ, որ ոչ թե լինի մեծ ճաշակով, այլ կարողանա այդ իրավիճակում ճիշտ որոշումը կայացնել։ Եվ ամենակարևորը որևէ դեպքում չենք ընկրկելու, որևէ դեպքում չենք հիասթափվելու եւ այս պայքարը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ վերջնականապես կարողանանք այսպես մեր կյանքից դուրս քշել այս վիրուսը։ Շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։